Արցախյան գինու առաջին փառատոնին հանրապետության 5 շրջաններից են արտադրողներ ներգրավվել։ Փառատոնի մեկնարկն էլ միասնության ոգով տրվեց։ Շրջանների ներկայացուցիչները մեկական զամբյուղ խաղող լցրեցին փայտե տաշտը։ Հին ու բարի ժամանակների պես սկսվեց խաղող ճզմելու գործողությունը։ Խաղողը կողտվեցին, որը շատ հետաքրքիր մի արարողություն էր։ Անպայման հաջորդ տարի նորից մասնակցելու եմ այս արարողությանը, որպեսզի համտեսեմ իմ իսկ կողտված գինին։ Առատեր նաև այսօրվա տեսականին ներկայացել են ինչպես մեծ ու փոքր գինեգործարանները, այնպես էլ տնական գինի արտադրողները։ Լավ գինու համար անհրաժեշտ է նաև լավ գինեգործ, լավ մասնագետ, մասնագետի սեր, հմտություն, պայմաններ եւ աշխատանքի նկատմամբ սեր։ Գինու պատրաստելու մշակույթը մեր արյան մեջ է, մեր գեների մեջ է։ Ես ցանկանում որպեսզի մեր գինով միշտ խմեն Ղարաբաղի գենաց։ Ղարաբաղի գինին, Ղարաբաղի գենացը հնչեցնեն։ Կարմիր ու սպիտակ քաղցր դառնու տտիպ Տողեմելիքական ապարանքի հրապարակում ամեն ճաշակի գինի հնարավոր էր գտնել։ Արցախյան գինին նաև արտահանման մեծ ներուժ ունի։ Մեր ընկերությունը աշխատում է մոտ 80% միայն արտահանման վրա։ Մեր արտադրանքը սպառվում է ԱՊ երկրներում, Ամերիկայում, Իտալիայում, ասեմ, որ Եվրոպայում, օրինակ Իտալիայում, մեր գինին բավականին լավ սպառում ունի, լավ անուն ունի։ Դա սիրելու վրա է։ Մարդիկ սիրում են մի քիչ ավելի թույլ գինի, մարդիկ ասում մի քիչ ավելի թույլ գինի։ Նայած ճաշակի ես կարող եմ ասեմ, որ այո, մրցակցությանը դիմանում է մեր գինին։ Այս տարվա սկզբին են զանգում, այս տարի այսքան, ասենք մեծ մասշտաբով էլ կա, որ ասեք վաճառքը իրանց օբյեկտների համար առնում է մինչև մի 5000 շիշ, կամ փոքրերը, որոնք մի 50, 100, 150 շշով են բավարարում տարվա կտրվածքով իրանց ընտանիքում պահելու օգտագործելու համար։ Իսկ ամենամեծ պատվերը այս տարի են ստացել 40000 շիշ։ Ղարաբաղի կարմիր խաղողը խնդողնին ունի շատ մեծ պոտենցիալ, շատ լավ խաղող է եւ ճիշտ խորհրդատվությամբ գինին կարող է լինի շատ լավ որակի։ Գինեգործներից յուրաքանչյուրը վստահեցնում է հենց իր գինին է ամենալավը, հավատացողներին եւ չհավատացողներին էլ հրավիրում է համտեսի խմեք սրտանց ու մինչեւ վերջին կաթիլը։ Փառատոնի բոլոր տաղավարներով շրջել է նաեւ Արցախի նախագահը հանրապետության հոգեվոր եւ աշխարհիկ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ։ Փառատոնի կազմակերպիչը զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությունն է։ Գինեգործության զարգացման հետ նաեւ Արցախում զբոսաշրջային նոր հարավային ուղղությունը հանրաճանաչ դարձնելու խնդիրն է դրված։ Մենք ունենք 24 մասնակից Ղարաբաղի 5 շրջաններից եւ Ստեփանակերտից, դրանցից 3-ը մեր գործարաններն են հայտնի, 4-ը մյուսները դա մասնավոր տնական գինի արտադրողներ են։ Ուզում ենք մեկ անգամ եւս հանրահռչակել Տողեմելիքական ապարանքը, որպես Ղարաբաղի, Արցախի պետականության շարունակականության դրսևորում, եւ երկրորդ մենք ուզում ենք նոր զարգ տալ հարավային զբոսաշրջային երթուղու զարգացմանը, որի առանցքային բնակավայրերից մեկը Տող գյուղն է իր մելիքական ապարանք արգելոցով։ Փառատոնի ակտիվացմանը զուգընթաց ավելանում են ժպտացող մարդիկ, գինին էլ իր բարի գործն է անում։ Կազմակերպիչները նաև նախուտեսների մասն են հոգ տարել։ Տեղական թթուների տեսականին ավանդական ժենգյալով հացը, արցախյան կուրկուտն ու խորովածը անվճար են տրամադրվում։ Ամեն ինչ արվել է փառատոնը ընտանեկան տոնի վերածելու համար։ Դա գնահատում են եւ արցախցիները, եւ հյուրերը։ Առաջի անգամ եմ Ղարաբաղում, եւ որ եկանք իմացանք, որ հադրութում լինելու է գինու փառատոնը ու ցանկություն առաջացավ մասնակցելու։ Տենց եկանք տեսանք, որ լավ անցնում, ուրախ անցնում։ Այստեղ եմ եկել Լիտվայից, Ստեփանակերտում իմացա գինու փառատոնի մասին։ Ազդեցիկ է։ Գինիներից բացի ինձ նաև Արցախի բնակիչների հյուրընկալությունն է շատ դուր եկել։ Մշակութային մասն էլ չհանտեսվել, ազգային երկուպար, վերջինը բոլոր ցանկացողների կատարմամբ ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառ։ Նախաձեռնությունը ավանդական է դառնալու խոստանում են կազմակերպիչները, իսկ առաջին փառատոնը իրականացվել է պետական եւ մասնավոր հատվածների համագործակցության արդյունքում։ Աջակցել են Տողի կատարու ապրանքանիշը, Ստեփանակերտի կոնյակի գործարանը, Սեմինա կոնսալտինգ ընկերությունը, Ղարաբաղ տելեկոմն ու Պարկ հոթել Արցախը։ Երկրորդ փառատոնը նախատեսվում է 1 տարի անց նույն տեղում։ Նոյր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, Մեհեր Մկրտչյան, օր։